Փարտիրոջը ուրեմն Մատթեոս ավետարան 7-րդ գլխի 7-8 խոսքերը Խնդրեցեք եւ կտրվի ձեզ որոնեցեք եւ կգտնեք դուռը թակեցեք եւ կցպացվի ձեզ որտեղ ամեն խնդրող առնում է որոնողը գտնում է դուռը թակողին կբացվի մի անգամից ասեմ որ այս երեքը նույնն է նույն բանն է բայց որ առանձին ենք նայում այդ խոսքերին կարելի ասել հոգևոր աստիճանի տարբեր մակարդակներ է օրինակ որ ասма խնդրեցեք դա առաջի մակարդակն է որ մարդը Աստծուն դեռ չի ճանաչում մարդը դեռ Աստծուն իր կյանքում չունի ինքը ուղղակի Աստծուց բան է խնդրում Աստծուց ինչ-որ բան է ուզում ինչպես 123 Սաղմոսի մեջ ասում է իմ աչքերը բարձրացնում եմ դեպի երկնքում բնակողը եւ ինչեւ որ ինչ անի ողորմի մեզ ինչպես Սարայի աչքերը տանտիրոջ Ձերքերին են, ինչպես աղախնի աշկերը տանտիկնոց ձերքերին, այնպես էլ մեր աշկերը քեզ մինչև ողորմես մեզ։ Այսինքն մարդը եկել է Աստծո առաջ եւ Աստծուց ինչ-որ բաներ է խնդրում։ Երկրորդ մակարդակը, եղբայրներ քուրեր, նա է որ ասում է որոնեցեք, փնտրեցեք։ Մարդը ոչ թե Աստծուց ինչ-որ բան է ուզում, այլ մարդը արդեն Աստծուն է փնտրում, Աստծուն է ուզում։ Մարդը Աստծուց բան չի ուզում, ինքը հասկացել է, որ եթե Աստված կա իր կյանքի մեջ, այն մնացած բոլոր բաները իր տեղը կընկնի։ Այս էլ արդեն երկրորդ մակարդակն է, ինչպես 42 Սաղմոսի մեջ Սաղմոս 2-ն ասում է առաջի երկու խոսքերի մեջ Ինչպես եղջերուն փափագում է ջրերի առուներին, այնպես իմ անձը փափագում է քեզով Աստված։ Իմ անձը ծարավ է Աստծուն, կենթանի Աստծուն, երբ կգնամ եւ նրա երեսի առաջին կերևնամ։ Եղբայրներ քուրեր Տերը թողորնի, Հոբը ասում է եթե իմանայի որտեղ է նրա աթոռը, կգնայի մինչև նրա աթոռը, որտեղ է նրա տեղը, կգնայի մինչև նրա աթոռը։ Աստված թողորնի, Աստված Երբ որ Քանանու երկիր արդեն պետք է առաջնորդել Մովսեսին ասավ ես ծեր հետ չեմ կա որովհետև այս ժողովուրդը խստապարանոց է միգուցե ճանապարհեն ես սպառեմ իրանց մի հրեշտակ ուղարկեմ այդ հրեշտակը ցես կառաջնորդի Քանանու երկիր բայց Մովսես ասեց քավլիցի Տեր եթե դու մեր հետ չպիտի գաս եթե դու այնտեղ չպիտի լինես ավելի լավ է մենք մնանք ստեղ քո ներկայության մեջ այսինքն Մովսեսը հասկացել էր որ իրանց այդ նյութականը երկրավորը այդ կաթու մեղր բխող երկիրը պետք չի իրանց Աստվածը պետք եղբայրներ քուրեր այս երկրորդ մակարդակն էր որ մարդը ոչ թե Աստծուց է բան խնդրում այլ Աստծուն է փնտրում եւ երրորդը որ արդեն փնտրելուց հետո դուռը թակում է դուռը թակելն ինչ է նշանակում մտնել դրա ներկայության մեջ գնալ իր ներկայության մեջ վայելել իր ներկայությունը փառվել իրան հանդիպել իրան ճաշակել իրան ինչպես Պողոս առաքյալը Կորինթոսից թղթի մեջ ասում է ով որ Տիրոջն է հարում նրա հետ մեկ հոգի է մեկանում է Տիրոջ հետ դուռը թակել հիմար կույսերը հիշում եք դուռը թակեցին Իրանց չբացվեց, ինչի համար, որտեղ ժամանակին Տերն էր իրանց դուռը թակել, իրանք չէին բացել։ Հիմա իրանք են թակում, չի բացում այդ դուռը։ Թող Աստված օգնական լինի, սիրելի եղբայրներ քուրեր, դուռը թակել նշանակում է եղբայրներ քուրեր, նորից եմ ասում մտնել իր ներկայության մեջ, հանդիպել իրան, վայելել իրան, ճաշակել իրան, ինչպես գրված է Լեռան քարոզի մեջ 5-րդ գլխի 8 խոսքի մեջ Մատթեոս ավետարան Երանի սրտով մաքուրներին որ նրանք Աստծուն կտեսնեն ոչ թե միայն այնտեղ կտեսնեն ստեղ ինքը մտնում է իր ներկայության մեջ հանդիպում է ինքը հոգով տեսնում է իր Աստծուն ինչպես Հոբն ասում էր ականջի ծայրով է լսեք քո մասին հիմա իմ աշկերը տեսնում են քեզ կամ Եբրայեցիս թղթի հեղինակը 12-րդ գլխի 14 խոսքի մեջ ասում է հետևեցեք խաղաղության ամենքի հետ եւ սրբության առանց որի մեկը Տիրոջը չի կարող տեսնել Աստված թողորին սիրելի եղբայրներ քուրեր մտնել դուռը թակել մտնել Աստծո ներկայության մեջ նշանակում է նեղ դռնով գնալ հենց նույն Լեռան քարոզի 7-րդ գլխի Մատթեոս ավետարան 13-14 խոսքերի մեջ է գրված նեղ դռնով ներս մտեք որովհետև լայն է դուռը եւ ընդարձակ ճանապարհը որ կորուստն է տանում եւ շատերն են նրանով գնացողները քանի նեղ է դուռը եւ նեղված է ճանապարհը որ տանում է կյանքը եւ քիչ են նրան գտնողները Էտա մտնել ներկայության մեջ, էտա նշանակում դուռը թակել, սիրելի եղբայրներ քուրեր, իսկ Հովանու ավետարանի 10-րդ գլխի 9 խոսքի մեջ Տերն ասում է ես եմ դուռը, ով որ ինձանով մտնում է, արոտ է գտնում, թող Աստված օրհնի, մտնենք իր ներկայության մեջ,
որպեսզի կյանք գտնենք, Աստված օգնական լինի, Աստված օրհնի, ինչ վիճակում որ կաս, այդ ձև կանգնի Տիրոջ առջև, մի փորձի կրկնել կողքինիդ վիճակը, հիմա եթե դու ինչ-որ խնդիրներ ունես լուծելու, ինչ-որ հարցեր կա, դու եկել ես Աստծուն խնդրելու, այդ ձևով արի, եթե դու Աստծուն ես փնտրում, այդ ձև արի, եթե դու արդեն գիտես, որ առանց իրա դու կյանք չունես, եւ պետք է անպայման մտնես իրան ներկայության մեջ, պետք է անպայման հանդիպես իրան, վայելես իրան, այդ ձևով մոտես իրան, ամեն մեկես անհատական մեր եղածով կանք Տիրոջ առջև իրան փնտրենք, իրան խնդրենք, իրան ներկայության մեջ մտնենք, իրան փառավորենք, ամեն